Շնորհակալություն նախ թույլ տվեք ողջունել բոլոր ներկաներին, չափազանց կարևոր է երբ խնդրի նկատմամբ կա հանրային հետաքրքրություն եւ իհարկե աջակցության պատրաստակամություն այս խնդիրը բազմաշերտ խնդիր է, որտեղ պետք է համատեղվեն պետական եւ հասարակական ջանքերը որևէ նկատելի արդյունք արձանագրելու համար։ Գերիների խնդրին մենք մոտենում ենք երկու դիտանկյունից, ինքնին ազատ արձակման հարց, որը առաջնահերթ է, սակայն մինչ ազատ արձակումը հասկանալի է, որ մենք պետք է կարողանանք ապահովել մարդկային պայմաններ, մարդու իրավունքների հարգում եւ այնպիսի միջավայր, որը չի կարող հանգեցնել մարդկային զոհերի, իսկ Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնվել եւ գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո։ Այս թվերի մասին շատ բացահայտ չի խոսում, բայց մենք ունենք արձանագրված մի քանի տասնյակ դեպքեր, երբ անձինք սպանվել են հենց գերեվարման ընթացքում։ Եվ գերիների հիմնախնդիրը էապես կապված է նաև բռնի անհետացման խնդրի հետ, երբ թեև գերիների սպանված լինելու առնչությամբ մենք ապացույցներ չունենք, բայց ունենք նաև դեպքեր, երբ տասնյակ հայեր, շուրջ 80 հայեր ենթարկվել են բռնի անհետացումների։ Այսինքն մենք այստեղ ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակվում են մնալ անհայտության մեջ եւ դրանց հետևում կան հոգեբանական այլ տառապանքներ եւ սա եւս դիտարկում ենք պետության ատելության քաղաքականության կոնտեքստում։ Գերիների մասով դրական ցուցանիշ այն է, որ այս պահին մենք ունենք շուրջ 210 հայեր, որոնք հայրենադարձվել են, ընդ որում հայրենադարձման մաս են դարձել մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, սահմանային միջադեպերի հետևանքով Ադրբեջանի իշխանությունների ներքո հայտնված հայերը, ընդ որում այս միջադեպերով եւս մենք ունենք արձանագրված սպանությունների դեպքեր։ Եվ 23 հայեր շարունակաբար պահվում են Բաքվում, ինչպես հայտնի է 23-ից 5-ը գերեվարվել են 2020 թվականի ընթացքում, իսկ մնացյալ միջադեպերը արձանագրվել են 23 թվականին։ Եվ 23-ից 7-ը արդեն իսկ ավարտված դատավարությունների մաս են կազմել, նրանց առնչությամբ կան մեղադրական դատավճիռներ, որոնք վերջնական են, օրինական ուժ են ստացել եւ ըստ ադրբեջանական մոտեցման պատիժը կրող հայեր են, որոնք ծանր հանցագործություններ են կատարել եւ ինչպես գիտեք այս դատապարտումների հիմքում դրվել են այնպիսի կեղծ մեղադրանքներ, ինչպիսին ցեղասպանությունն է կամ առաջին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարել, օրինակ ադրբեջանական գերիներին խոշտանգելը կամ քաղաքացիական անձանց թիրախավորելը, որոնք գործողություններ են եւ դիտարկվում են հենց պատերազմական հանցագործությունների համատեքստում։ Մնացյալ 16-ի դատավարություններին մենք ականատես ենք լինում հենց 2025 թվականի սկզբներից ի վեր, այստեղ երկու ինքնուրույն գործեր են առանձնացված, թեև սկզբնական շրջանում Ռուբեն Վարդանյանի գործը միացված է եղել 16-ի գործին, միջդատական վարույթի կոնկրետ փուլում այն առանձնացվել է, իհարկե առանձնացման պատճառների մասին մենք կարող ենք տարաբնույթ հետևություններ անել, բայց ավելի շատ կանխատեսումների ենթադրությունների դաշտում են, ինչևից է ադրբեջանական իշխանությունների կողմից նպատակահարմար է գնահատվել Ռուբեն Վարդանյանի գործի առանձնացումը, իսկ մնացյալ 15 հայերը ըստ էության մեկ քրեական գործի մաս են կազմում, այստեղ խմբակային հանցագործություն է վերագրվում տարբեր դերակատարումներով եւ ինչպես գիտեք մեղադրանքները լուրջ են, դրանք անխուսափելիորեն ներառում են ահաբեկչությունը,
ապօրինի զինված խմբավորումներ կազմավորել, դրանց անդամակցելը, ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, տեղափոխելը, պահելը, եւ իհարկե կան շատ ավելի մեղմ հանցագործություններ, որոնք ըստ էության նաև քաղաքական ենթատեքստ ունեն, օրինակ ապօրինի սահման հատելը, եւ հասկանալի է, որ այս մեղադրանքների հաստատման ճանապարհով Ադրբեջանը միջազգային արտաքին քաղաքական հարցեր եւս ցանկանում է լուծել։